Պարոն Քոչարյան, հեսա ավարտում եմ, օրինակ ինձ այսօր գրել են, Մեղրի զինծառայողներից մեկի մայրը գրել է, մայրը կամ հայրը առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել է հետևյալը. շատ շոկ է, տղաները շաբաթը մեկ են լողանում, այս տարի գիտեք ինչ շոկ է, ասենք Եվրոպայում ջրցան մեքենաներով մարդկանց հովացնում են, էլի միջոցներ են սաղ աշխարհում ձեռնարկում, որ մարդիկ ուշագնաց չլինեն։ Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա բանային խնդրում եմ 24 թվականից, խնդրում եմ համատենալուց Մեռնեմ ջանի, նախարար ջան, շտաբի պետ ջան, փոխնախարար ջան, եկեք խնդրում եմ, կազմակերպեք, արեք, մեծ ֆինանսական խնդիր չի։ Հիմա եւս մեկ անգամ խնդրում եմ, հաշվի առեք այս անոմալ շոկը ու նայեք աշխարհի փորձը, մարդիկ դրա դեմը պայքարում են։ Նենց արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա։ Ու նաև ֆիլտր դրվի, որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի, Մեղրին է վերաբերվում, ավելի շատ մյուս տեղերը համեմատաբար ջուրը ավելի մաքուր է։ Այսինքն կազմակերպչական հարցերը ֆինանսով չի մնաք պայմանավորված։ Դա կամք է պետք ու նաև պետք է որ պատգամավորները կլինի իշխանական կլինի ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն պաշտոնով գնում է գործի տեղը նստում է մի պահ կարող աշկ կպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա որ խնդիրներ ունի, բարձրաձայնվում են, պետք է խնդիրները լուծի ու սրանից շահելու է մեր ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Հարակից զեկուցումով հանդես գա հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խնդրեմ պարոն